Գործարար Ալիքի եթերում Mix Marketing podcast-ն է։ Mix Marketing-ի շրջանակներում մենք խոսում ենք մարքեթինգի հարակից ուղղությունների, մարքեթինգում առկա մարտահրավերների մասին եւ այսօր խոսելու ենք բիզնես հաղորդակցությունների վերաբերյալ։ Ունեմ մի շատ հետաքրքիր հյուրընկալել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, բիզնեսի ռազմավարության եւ կոմունիկացիաների փորձագետ խորհրդատու Սերգեյ Թանթուշյանին, ողջույն Սերգեյ։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ շատ, որ ժամանակ եք գտել եւ ընդունել եք հրավերս։ Երկար չէր ստացվում, բայց վերջը Այո, մենք մի քանի փորձ ենք ունեցել անհաջող եւ շատ ուրախ եմ, որ այսօր կզրուցենք այս հետաքրքիր թեմայի շուրջ։ Այսպես, սկսենք։ Սերգեյ, խնդրում եմ նշեք, թե ինչ է նշանակում արդյունավետ հաղորդակցություն բիզնեսի համար։ Այն նշանակում, որ դիմացինը քեզ հասկանում է, դու չես մոնոպոլիզացնում քննարկումը, դու չես խոսում միայն քո մասին, այլ հիմնականում խոսում ես եւ մտածում ես քո զրուցակցի մասին, հասցնում ես հիմնավորված քո միտքը, այսինքն թե լոգիկայի տեսանկյունից, թե էմոցիայի տեսանկյունից եւ թե քո անձով ես կարողանում համոզել դիմացինին եւ հասնում եք միասին երկուսիդ համար ցանկալի, ոչ թե մեկի կողմից, մանիպուլացված կամ ուղղորդված արդյունքի։ Ինչ կասեք ամենատարածված խնդիրների մասին, որոնք հանդիպում են բիզնեսի ներքին կամ արտաքին հաղորդակցության մեջ։ Ես կարծում եմ բիզնեսը շատ ժամանակ ինքն է չգիտի ինքը ինչ է ասում։ Եվ դրա համար շատ ժամանակ ես հանդիպում եմ խառը մեսեջներ բիզնեսի մոտ։ Այսինքն իրանք օրինակ կարող են խոսել կամ իրանց ձայնը, այսպես ասած, ոնց որ մի քիչ տերմին օգտագործեմ, բիզնեսի ձայնը, այսինքն այն տոնայնությունը, այն մեսեջների ոնց որ չգիտեմ փաթեթավորումը, որը որ բիզնեսը օգտագործում է, շատ հաճախ չեն համապատասխանում բիզնեսի օրինակ բրենդի արխետիպին, որը որ բիզնեսի ոնց որ պերսոնան է։ Օրինակ կարող է շատ ուրախ ինչ որ չգիտեմ ծաղրացու արխետիպին պատկանող ենթադրենք թե բրենդ խոսա շատ լուրջ ու տենց թվային ինչ որ ձևով կամ հակառակը շատ տենց լուրջ կազմակերպություն օրինակ ինչ որ մի համալսարան կարող է չհիմնավորված առանց չգիտեմ այդ ռացիոնալ լոգոսի մեսեջներ հաղորդել օրինակ, որը որ ավելի հայտնի կլինի կախարդ արխետիպին, որը որ ասում է օրինակ մի հարցրա ինչու դու ուղակի հավատա եւ մենք տենց տիպը քո բիզնեսը կդարձնենք, կաճացնենք, բայց այդ ցավը տանեմ, դու օրինակ փորձագիտական կենտրոն ես կամ համալսարան ես կամ խորհրդատվական ընկերություն ես, դու ոնց կարող ես չհիմնավորված նման տիպ տոնով մեսեջներ տալ։ Սա առաջինն է, անհապատասխանությունը քո բրենդի արխետիպին։ Երկրորդ բանը, որ ես տեսնում եմ շատ բիզնեսների մոտ երկարացնում են եւ կոնկրետ չեն խոսում։ Ես իմ դասախոսությունների մեջ ունեմ շրջված եռանկյունու մեթոդ, որը որ ասում է, որ ես ընդունում եմ, որ ինքը մի քիչ ամերիկյան մոտեցում է, այսա ասեմ միասին հասկանանք ինքը Հայաստանի համար ակտուալ է թե ոչ, կայանում է նրանում, որ ամենակարևոր տեղեկատվությունը պետք է տալ ամենասկզբում, հետո լրացնող տեղեկատվություն եւ հետո ամենակիչ կարևոր տեղեկատվությունը, ընդ որում ոչ կարևոր ինֆորմացիան այստեղ չենք մտցնում այս եռանկյունու մեջ։ Ես տեսնում եմ շրջված եռանկյունու շրջում, այսինքն ես տեսնում եմ, որ մեր մշակույթում շատ խոսում են ինչ որ անկարևոր բաներից, միգուցե ընդհանրապես ոչ մի կապ չունեցող թեմայի հետ եւ հետո նոր կամած բերում են մշակութային ասա, որովհետեւ մենք սովոր ենք տենց դեր գրավել կամ շահել մարդու հավատը ոնց որ ուշադրությունը միգուցե գրավել նաեւ կամ ուղղակի անուղղակի ենք խոսում, որովհետեւ տենց միանգամից շատ հանդուգն կհնչեր մեր ասածը, հետո նոր ամենավերջում հասնում ենք հիմնական մեսեջին։ Ես կարծում եմ այսօրվա դինամիկ զարգացող արագ, երբ որ ոչ մեկ ժամանակ չունի, հոգնած են բոլորը աշխարհում, դու չես կարող այդ ճոխությունը քեզ թույլ տալ եւ դից որ հերվից բան գաս ու հասես չեն լսի ուղղակի, այդքան ժամանակ չկա, այդքան համբերություն չկա։
Սա երկրորդ խնդիրն է, որ ես տեսնում եմ, ոչ կոնկրետ, ոչ ուղղակի ոնց է կարծում, օրինակ դու։ Ձեր ասացի մեջ ես միանշանակ ճշմարտություն տեսնում եմ, բայց փաստորեն մենք կարող ենք այս դեպքում կասկածի տակ դնել օրինակ մոդելներ, հա, օրինակ AIDA-ի մոդելը, երբ որ սկզբից ինչ որ ուշադրություն են գրավում, հետաքրքրություն առաջացնում, չէ, բուն միտքը գալիս է մի քիչ ավելի ուշ, բայց ես լրիվ համաձայն եմ, նույնիսկ մեր հաղորդակցությունների մեջ, հա, երբ որ ինչ որ մեկը քեզ գործնական, դու գիտես վստահ, որ գործնական զանգ ես ստացել, բայց սկսում է, բարև, ոնց ես, այսպեսի ինչ որ բան, ուզում ես որ գա հասնի արագ այն հարցին, ինչին ես այդ առումով լրիվ կողմնակից եմ, հա, կարճ կոնկրետ բուն թեմային անդրադառնալուն եւ կարծում եմ, որ այո, բիզնեսի խնդիրներից իրենց ձայնը լսելու խնդիրներից մեկը կարող է այդպես ռուսերեն վակրուկ դա օկլը արտահայտության մեջ, հա, լրիվ կարելի է տեղավորել։ Եվ երրորդ խնդիրը ինչ որ ես տեսնում եմ, դա էգոիզմն է, կամ էմպաթիայի բացակայությունը, կամ դիմացինին այսինքն ավելի քիչ կարևորելը, քան թե քեզ նու բնական է, հա, ամենակարևոր մարդը մեզ համար մենք շատ մեզ սիրում ենք եւ այլն, բայց հաղորդակցության մեջ եթե մենք ուզում ենք որ ստացվի, եթե մենք ուզում ենք որ մենք արժեք ինչ-որ կամ օգտակարություն հաղորդենք դիմացինին, այդ հաղորդակցությունը պետք է դիմացինի մասին լինի, ոչ թե մեր մասին լինի, որը որ իդե բխում է էլի նորից մեր էգոիստական, հա, նպատակներից, որտեղ հենց այդ ձևով է էֆեկտիվ լինում հաղորդակցությունը, իսկ մենք ուզում ենք էֆեկտիվ լինի մեր հաղորդակցությունը։ Այսինքն ստորադասերով մեր հետաքրքրությունը, մեր շահերը, մեզ հետաքրքիր թեմաները եւ այլն, մենք իրականում եւ ուղղելով մեր հաղորդակցությունը դեպի դիմացինը, մենք իրականում մեզ ենք լավանում, որտեղ մեր նպատակներին հասցնում ենք մեր հաղորդակցության նպատակներին։ Այնպես որ այդ էգոիզմը, հա, այդ հաշվի չառնելը, թե իսկ դիմացինը ինչ ձևի է ուզում փաթեթավորված ստանա այս տեղեկատվությունը, իսկ դիմացինի նպատակները որոնք են, իսկ դիմացինին ինչպես համոզեմ, հա, օրինակ ինքը վիզուալ է, աուդիալ, թե կինեստետիկ, կամ դիմացինը ինչ է ուզում ինձանից լսի, լոգոս, հա, ռացիոնալ հաղորդակցություն, թե օրինակ ուզում ուղղակի լսված լինել։ Եվ ես էմոցիոնալ մակարդակի վրա պետք է այս մարդու հետ խոսեմ, թե ես ինչ էլ չասեմ, հա, փաստերով խոսեմ այս մարդու հետ, թե էմոցիայով, ինքը մեկը կենտրոնանալ նրա վրա, թե ես ով եմ, եւ անկախ իմ փաստերից, ուղղակի իմ անձը ավելի համոզիչ կլինի իր համար, քան թե իմ կոնտենտը, դա էլ էթոսներ։ Իսկ այսօրվա լսարանը փաստերի թե էմոցիայի լսարան է։ Ինչ եք կարծում։ Շատ ընդհանրացնել կլիներ, որ ասեի այսօրվա լսարան, երևի անադարձ կատարեմ իմ մշակույթների մասին վերլուծություններին եւ այն ինֆորմացիային, որ ես տալիս եմ իմ ուսանողներին, տարբեր մշակույթներ, տարբեր, հա, ոնց որ չափանիշների են համապատասխանում, թե Հովստեդեի տեսությունն ասա, թե Էրին Մայերը ավելի թարմ տեսություններից եւ Հայաստանը օրինակ բավականին բարձր կոնտեքստային հասարակություն է, այսինքն մենք պետք է տենց լիքը տենց այսբերգի այդ ներքևի մասում հաշվի առնենք բաներ մինչև ասում ենք եւ մեր այսբերգի վերևում գտնվող, հա, ջրի մակարդակից վերև գտնվող ինֆորմացիան միանշանակ չէ, այսինքն որ մենք ինչ որ բան ենք ասում, այդ 100%-ով հենց այդ բառերը չեն նշանակում, տակի կոնտեքստն է, տակի օրինակ հարաբերություններն է իմ ու ձեր եւ այլն։ Եվ այդ առումով եւ մյուս կողմից էլ Հայաստանը միևնույն ժամանակ ոչ թե մյուս կողմից էլ Հայաստանը ես կարծում եմ բավական հիերարխիկ հասարակություն է, այսինքն այդ ուղղակի ֆիդբեքը կամ այդ տենց էլի նորից բաց ուղիղ խոսելը կարծում եմ մեր մշակույթին այդքան հարիր չի, սովորական չի, հետեւաբար կարծում եմ այստեղ մեծ նշանակություն է նաեւ մեր որպես մշակույթ, մեր հասարակությունը էմոցիաների հաշվի առնելը կամ այդ ոչ լոգոսի, հա, ոչ կոնկրետի հաշվի առնելը։ Ես կարծում եմ, բայց միևնույն ժամանակ, երբ որ մենք նայում ենք Հայաստանի վրա դինամիկայի մեջ, թե ուր ենք մենք շարժվում, ես կարծում եմ մենք գլոբալիզացվում ենք, իսկ հիմնականում ավելի գնում են դեպի բաց կոմունիկացիա, ավելի ուղղակի, ավելի քիչ հիերարխիկ, էգալիտար, հավասարամետ
եւ կարծում եմ կամաց մենք գնանք դեպի ավելի լոգոս եւ կոնկրետիկա, այո, եւ ոչ թե էմոցիա եւ տակի ինչ որ իմաստներ։ Մենք սպասարկման ոլորտի հետ կապված հաճախ գաղտնի գնորդի mystery shopping-ի հետ մեթոդաբանությամբ ստուգումներ ենք իրականացնում տարբեր ոլորտներում, հատկապես այն բոլոր այն ընկերություններում, որտեղ ինչ որ կերպ սպասարկողները առնչվում են հաճախորդների հետ եւ ինչն է հետաքրքիր, երբ որ բացահայտվում են խնդիրներ, օրինակ, դու ներկայացնում ես, որ այս սպասարկողը խորհրդատուն, մատուցողը, ինչ որտեղ սայթ հակելա, խնդիրը փոխարեն մենեջմենթը փորձի այդ խնդիրներին լուծում տալ, սկսում են արդարացնել մեծամասամբ, բայց այս պահին էսպես էր, բայց չկա այստեղ։ Կամ արդարացնել, եւ դա համարվում է շատ լավ մենեջմենտ, այտենց ախբերական ընկերական մենեջմենտ, կամ միանգամից կտրուկ քայլերի գնալ։ Հա, ուղղակի գործից հեռացնել։ Այո։ Այս մարդը ուրեմն այդ ցավը մի վարքյան, հակառակը դու հենց նոր սովորեցիր իդենտիֆիկացիա այս մարդու խնդիրը, չէ՞։ Արդեն դու ինվեստիցիա ես արել ժամանակ եւ այլն այս մարդու։ Մի հատ էլ ինվեստիցիա արել, մի քայլ էլ ասենք առաջ գնա այս մարդու։ Աշխատիր այդ մարդու։ Այո, իրան զարգացնելու տեսանկյունից եւ կունենաս արդեն ավելի հասկանալի եւ ավելի ոնց որ պրիցկազուեմի իրավիճակ։ Եվ ի վերջո ճանապարհ անցած աշխատակազմ, որը այսօր շատ այնքան արագ են փոխվում աշխատակազմերը, աշխատակիցները, կարծում եմ ցանկացած յուրաքանչյուր բիզնեսի կարևորագույն խնդիրներից է։ Ճիշտ է։ Դե բայց նաև շուկան էլ է եւ ժամանակն է այդպեսին է։ Մենք ունենք իմ շատ լավ ընկեր, գործընկեր Արփիկ Արապետյանի հետ կարիերայի զարգացման եւ մասնագիտական կողմնորոշման ծրագիր 14-ից 17 տարեկան երեխաների համար եւ մենք նայում ենք թե ինչքան արագ քանի անգամ են մարդիկ փոխում իրենց մասնագիտությունը, չեմ ասում նույնիսկ մասնագիտացվածությունը բազմաթիվ անգամ, հա, բայց միջինում 5 անգամ մարդ իր կյանքի ընթացքում մասնագիտություն է փոխում այսօր։ Իսկ կա ինչ որ հետազոտություն այդ թեմայով շատ թե մենք օգտվել ենք երկրորդական, հա, վերլուծություններից եւ թե մեր վերլուծությունն ենք արել, օրինակ վերլուծությունից մեկը շատ այնց ցավալի, հետաքրքիր միևնույն ժամանակ 15 տարեկան երեխաներից 300 երեխա ենք ուսումնասիրել եւ հարցերից մեկը եղել է թե քանի մասնագիտություն կարող ես նշել 7 մասնագիտությունից ավել չեն կարողանում նշել կներեք մաքսիմում չի դա միջին 15 տարեկան թինեյջերը գիտի 7 մասնագիտություն բայց մասնագիտությունները 300-ից ավելին են Հետաքրքիր վիճակագրություն է այո այսինքն դա են պրիմիտիվ բաները իսկ ինչա դա նշանակում որ դու եթե չգիտես այդ դրանց գոյության մասին նույնիսկ չես էլ հավանականությունը որ դու կգնաս Դենց շատ ստանդարտ է քո ճանապարհը, հա, կանխորոշված։ Մեկ այլ հետաքրքիր փաստ, որ երեխաների ես չեմ 60%-ից ավել կոնկրետ թիվը չեմ հիշում, երեխաների չէ ուսանողների, երկրորդ կուրսի ուսանողների խորապես անբավարարված են մասնագիտությունից, որը որ իրանք ընտրել են։ Եվ հետո որ մենք հարցնում ենք այդտեղ թվեր չունենք, բայց խոսակցության եւ մեր տպավորությունների մակարդակի վրա հիմնականում իրենք չեն ընտրությունը կատարել։ Իսկ հնարավոր է որ ուսումնական հաստատությունը եւս ազդեցություն ունենա հիասթափության, այսինքն շատ իհարկե կարա նաև տենց լինի եւ հիմնականում տենց էլ կա, որովհետեւ իրանք ի սկզբանե գնում են արդեն այնտեղ որտեղ որ հիմնականում չեն ուզում եւ ել ավելի խորացնում են իրանց հիասթափությունը, տեսնելով թե ակազվեցի ես պետք է ինչ-որ բաներ սովորեմ, որ ընդհանրապես չէի պլանավորում, չէի։ Ես կոնկրետ իմ փորձը, ես որ իմ էկոնոմիկա է ընտրում, ես չգիտեի էկոնոմիկան ինչ է։ Այդ ժամանակ որտեվ կարծում եմ տրենդային էր, մոդայիկ էր, բոլորը գնում էին այդ բան պետք է լինի կամ էկոնոմիստ պետք է։ Ու ես որ գնացի ու հասկացա որ էկոնոմիկան դա լիքը թվեր է, դա մաթ մեթոդներ է, դա համակոնցենտրի տեսություն է, էկոնոմետրիկա է, բան է, ինչ որ sense բան է, ու բայց նաև միևնույն ժամանակ մարքեթինգ է, բայց միևնույն ժամանակ բիզնես է, բայց միևնույն ժամանակ միկրո է կամ մակրո, sense ասում լավ է էկոնոմիկան ինչ է։
Ես ոնց եմ հայտնվել այստեղ։ Այո, իհարկե վախտս բերեց, սիրեցի, հասկացա, իմ ուղղությունը մասնագիտացվածությունը գտա եւ այլն, եւ շատ երջանիկ եմ։ Բառնել հիմա արդեն վախում եմ ասել, նորը ուսանողներից մեկը ասաց հասկացանք դու երջանիկ ես քո կարիերայի մեջ, բա մեր մասին չես մտածում, արի պետական ոլորտով ասում ցավը տանեմ, թող հանգիստ թող երջանիկ ապրեմ, չէ։ Հատեն, այսինքն հիմա ուզում եմ ասեմ, ես գտել եմ ինձ կայֆա, երջանիկ եմ իմ մասնագիտության մեջ, բայց ես օրինակ եզակի ինչ-որ դեպքերից եմ։ Հիմնականում մարդիկ այդտենց ինչ-որ քաշ են տալի իրանց հետևից, իրանց չսիրած մասնագիտություն։ Չսիրելով ավարտում, չսիրելով հետագայում շարունակում աշխատել եւ հետո մի օր ասում, «Всё, ես գնում եմ յոգայով կամ չգիտեմ ինչ որ գնում են»։ Այդտեղ որ դաշի ուրիշ բան անել նկարելու։ Այդպես եթե ամենասկզբից է նկարելն էր քոնը, դավայ դու մասնագիտանայիր դրա մեջ, հա, կենտրոնանայիր դրա վրա։ Ժամանակը ափսոսեիր, ռեսուրսները Եվ չկորցներ այդ 20 տարին եւ միգուցե դառներ հիմա ամենալավ մուլտիպլիկատոր օրինակ։ Թվայնացումը այսօր ինչպես է ազդում հաղորդակցությունների վրա, ինչպես է ազդել արդեն։ Ոյ, ազդում է շատ։ Ես իմ ուսանողների հետ նույնիսկ արդեն 3 տարի է, հանձնարարություններիցս մեկը համագործակցել AI-ի հետ, ոնց է AI հայերեն, արհեստական վանականության հետ, եւ որովհետեւ շատ ժամանակ մենք նաեւ շատ քննարկումներ ենք ունեցել դասախոսներով, ինչ անենք, ես չգիտեմ, բոլորը օգտագործում են, պատժենք, պլագիատ համարենք, թե ոչ եւ այլն, տարբեր կարծիքներ կան, բայց ես կարծում եմ ճիշտ մոտեցումը կանում է նրանում, որ դու սովորեցնես քո ուսանողին ճիշտ օգտագործել, որտեղ ցանկացած դեպքում իրանք օգտագործելու են։ Եվ իմ հանձնարարություններից մեկը օրինակ մի նամակ գրելն է աշխատանքի դիմելու, որը որ ոչ թե ամբողջովին կգրի արհեստական բանականությունը, այլ դու կգրես համագործակցելով արհեստական բանականությանը եւ ճիշտ հանձնարարություններ կտաս, կասես որ ճիշտ բաներ ընդգծի կամ ճիշտ բաների վրա կենտրոնանա, այսպիսի օրինակներ բերի եւ այլն, եւ անպայման դու մի հատ վերցնես այդ ստրուկտուրան, մենք օրինակ գույներով բաժանում ենք, հա, ստրուկտուրայի որ մասը որտեղ է, որ բառը պետք է օգտագործել այստեղ, բոլորը վիզուալ իմ ուսանողներին հանձնարարում են, որպեսզի պատկերացնեն, որպեսզի հասկանան ինչ է արել այս արհեստական բանականությունը։ Այսինքն անխուսափելի է, շատ ուժեղ է ազդում, շատ մասնագիտություններ չեմ կարող ասել, որ կվերանան արհեստական բանականության արդյունքում, բայց մի քիչ կփոխվեն։ Մի քիչ չէ, կարող է նույնիսկ շատ։ Եվ ես կարծում եմ մեր հենց ճկունությունը կա նրանում եւ մեր սովորել, հա, ոնց ասեմ, learning to learn ունակությունը այստեղ շատ մեծ ազդեցություն կունենա, թե ինչքան հաջողակ կլինենք մենք։ Այո։ Եթե խոսենք հաղորդակցական ճգնաժամերի մասին, հա, մի փոքր դրա մասին պատմեք եւ առհասարակ ընկերությունները ոնց պետք է արձագանքեն այս ճգնաժամերին։ Ես իդեպ որ ասում եմ ներողություն խնդրելու մասին, հենց դա գալիս էր իմ ճգնաժամային կոմունիկացիայի բաժնից, իմ դասախոսությունների եւ այստեղ տարբեր օրինակներ եմ բերում, օրինակ միջազգային եւ նաեւ լոկալ միջազգայինների մեջ մեծ նշանակություն ունի, մեծ ոնց որ տեղ ունի եւ դեր է խաղում հումորը։ Իհարկե սա կախված է նաեւ նորից թե ով է ինչ ես դու քեզանից ներկայացնում որպես կազմակերպություն, կարող ես եւ ինչ մակարդակի կարող ես հումոր թույլ տալ քեզ, թե չէ։ Օրինակ ես վերջերս մի գիրք եմ կարդում շատ հետաքրքիր, կոչվում է Talk, Alison Wood-Brooks Harvard-ի դասախոսն է, շատ հետաքրքիր մի աղջիկ լիքը ոդքասթներ ունի եւ այլն, կոչվում է Talk եւ իր ինքը աբրիվիատուրա է դա, հա, ոնց որ topics, asking questions, L levity, այսինքն ցկողականություն կամ հումոր, եւ մի առանձին մեծ բաժին այդ գրքում ինքը նվիրում է հումորին եւ ինչքան կարեւոր է այդ հումորը կամ այդ ատմոսֆերան, որը դու ստեղծում ես հաղորդակցության մեջ, ստեղծել լավը, պոզիտիվը, որպեսզի մարդը թե ավելի խոցելի կարողանա լինի քո հետ, թե ասենք իր սխալները ընդունի, թե բարդ սիտուացիաներից դուրս գա, կրիզիսներից դուրս գա, հա։ Նու օրինակ KFC
crisis-ը, որը որ շնորհակալություն Աննային իմ ընկեր Սագաբալյան, որ այդ օրինակը բերեց եւ շատ եմ հիմա օգտագործում այդ օրինակը KFC-ն օրինակ Լոնդոնում, երբ որ փակվել էր եւ հավ չկար ընդհանրապես եւ ասենք մատիտով աչքի գրել էին դռան վրա, որ մենք հավ չունենք, փակենք եւ այլն, հաջորդ օրը շատ արագ արձագանքեց մեծ բիլբորդով, որտեղ որ բացահայտ եւ հումորով ընդունում են իրանց սխալը։ Կամ օրինակ, լիքը տենց օրինակներ կան, հա, որ դու բացես եւ քո խոցելիությունն ցույց ես տալիս եւ չես ամաչում քո սխալը։ Մենք ունենք հայկական 3 օրինակ, որ չեմ ուզում հիմա ուղղակի այդ կազմակերպություններին տենց եթերով մատնանշել, բայց որ շատ սխալ են եւ այդ տենց պաշտպանողական ռեակցիայով են ընդունել իրանց սխալը։ Նմանատիպ խնդիր ա եղել։ Явно այդ մարդկանց մոտ եղել է խնդրեմ, սպասարկման խնդիր, նույնիսկ միջև մարդկանց առողջական խնդիրների հասնող եւ այստեղ իրավաբաններին են ոնց որ ներգրավել եւ միանգամից իրավաբանները ասել են մենք ներողություն չենք խնդրում, որտեղ դա նշանակում է որ մենք պետքա պատասխանատվություն կրենք սրա համար, իսկ մենք չենք կրելու, իսկ ինչի չեք կրելու, вообще պարզ չի, հա, наоборот, այո, այդ սիտուացիան եղել է, պետքա վերցնել ամբողջ պատասխանատվությունը, թե ֆինանսական, թե ռեպուտացիոն ռիսկերը կրել եւ փորձել այդ ամեն ինչը հաղթել եւ ոնց որ շրջել մեկ այլ ուղղությամբ, հա, տանել։ Եվ այդ ներողություն խնդրելը մեզ մոտ նաեւ մեկ այլ բան, որ Աննայից եմ սովորել, որ ինքը մեծ հանքարդյունաբերական ընկերության PR մենեջերներ կրիզիսային կոմունիկացիան բաստոն իր առօրյան էր կարելի ասել եւ ինքը ասեց եւ ես հետո կարդացի շատ եւ հավատում եմ դրան որ դատարկ տեղեր կոմունիկացիայում կրիզիսի ժամանակ թողնել չի կարելի այսինքն հենց որ դու թողնում ես օրինակ իրավաբաններին ես էլի նորից հանձնարարում եւ ժամանակն է անցնում հա եւ բայց այդ եւ դատարկությունն է ինչ որ հա թողնում չես ասում ոչ մի բան այդ դատարկությունը լցվում է այն պատմություններով որոնք որ քեզ հարմար չեն հիմնականում բացասական հետեւաբար շատ արագ է պետք արձագանքել այդ կրիզիսներին կարծում եմ տենց ազնվությունը սխալի ընդունումը լուծման առաջարկը Delta Airlines-ում Delta-ում էր թե որտեղ ամերիկյան ավիաուղիներից մեկում շատ էլի հայտնի դարձած մի դեպք տեղի ունեցավ, երբ որ իրապահ մարմինները ուղակի բոլորի աչքի առաջ մեկին սալոնից ինքնաթիռի քաշելով, քաշ տալով դուրս են հանել եւ միանգամից արագ արձագանք ա եղել, որ մենք կապ չունենք, հա, դա օրինակ իրապահ մարմիններին։ Սարսափելի Facebook-ում այսօրվա սոցիալական մեդիայի աշխարհում հնարավոր չի դա թաքցնել։ Սարսափելի մեծ աղմուկ ա բարձրանում, բրենդի վրա շատ մեծ բացական ազդեցություն ա դա թողնում եւ այլն։ Եվ հաջորդ օրը, երբ որ Delta Airlines-ի տնօրենը բաց նամակ ա գրում եւ ասում ժողովուրդ ջան, մենք սխալ ենք, մենք ընդունում ենք մեր սխալը, հələ որ անկեղծ ասած չգիտեմ ինչ ենք անելու, բայց ես կհանձնարարեմ, մինչև այս ինչ թվականի էս ինչ հա, օրը մենք կարձագանքենք ձեզ։ Всё, պատասխան դեռ չի տալիս, բայց ասում է ես ընդունում եմ, ժամանակ է խնդրում, այո։ Կարծում եմ դա պետք է լինի օրենքը, որովհետեւ հիմա մարդիկ շատ խելացի են, շատ ինֆորմացված են, բոլոր մեդիաները թույլ են տալիս, որ այդ ինֆորմացիան թե ճիշտը բացահայտելը, թե եւ սևացնելը։ Դրա համար ավելի լավ է պետք է ասել ինչ որ կա։ Սերգեյ, կա մի բան, որ կարծում եք շատ շուտով կփոխվի հաղորդակցությունների ոլորտում, որ նույնիսկ շատերը դեռ գլխի չեն ընկել, որը կանխատեսում եք առաջիկայում։ Հաշվի առնելով հենց նույն այս տեխնոլոգիաների ակտիվ զարգացումը, արհեստական բանականության ներխուժումը բոլոր ոլորտներ։ Ես կարծում եմ, գիտեք, ինչին եմ նմանացնում սա, որ ասում են օրինակ կոմպյուտերային խաղերը, հա, բոլորը օրինակ խաղում են կոմպյուտերով եւ չեն շփվում, հա, բակային խաղերը չկան եւ այն, այո, բայց այդ բակային խաղերը կամ սեղանի խաղերը դարձել են մի հատ ինչ-որ նիշային կամ օրինակ պլաստինկաները, հա, էլ չկան, բայց ինքը դարձել է նիշովի product, ինքը դարձել է փոքր մի հատ ինչ-որ ավելի շուկայի համար, բայց շատ ավելի խորը շուկայի համար եւ շատ ավելի գնահատող շուկայում։ Կարծում եմ կոմունիկացիան տենց մի բան է դառնա, գնալու է այդ ուղղությամբ, այսինքն այդ
ոնց է face to face communication-ը, դեմ հաղորդակցությունը դառնալու է ինչ որ մի հատ ոչ այդքան ավելի հաճախ հանդիպող, բայց շատ գնահատված մի բան։ Եվ ես չեմ կարծում, որ մենք չենք շփվելու ընդհանրապես իրար հետ, քանի որ մենք տեխնոլոգիաներ ունենք եւ ավելի հեշտացրել է, հա, օրինակ իրար չտեսնել է այդ տեխնոլոգիան։ Կարող ավելի քիչ ենք շփվելու, բայց երբ որ շփվենք, կարծում շատ ավելի գնահատելու ենք։ Արժեքավոր։ Ես կարծում եմ COVID-ի ճգնաժամը ամեն դեպքում ապացուցեց բոլորին, որ ինչքան էլ հնարավոր է, հա, հեռահար շփվել եւ այլն, բայց այդ մարդկային դեմ հաղորդակցությունը անգնահատելի եւ մեծ արժեք ներկայացնող երևույթ է եւ կարծում եմ շատերը նույնիսկ այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեին գնալու թեկուզ հիբրիդային աշխատանքի, եթե ոչ ամբողջությամբ, մեծամասամբ այդպես չեն էլ ձգտում են լինել ընդհանուր աշխատակազմում, շփվել ու հենց կարևորելով շփումների դերը, այստեղ ոչ այնքան զուտ աշխատելն է էական, այլ հենց հաղորդակցվել է։ Մեկ այլ բան, ես կարծում եմ տրենդը պետք է լինի, որ հիմա մենք մեր նորությունները յուրաքանչյուրը ստանում ենք ըստ մեր պրոֆայլի, շատ ինդիվիդուալիզացված է եւ շատ ոնց որ մեր վրայով է ձևված այդ նորությունը, որովհետեւ ալգորիթմները այնպես են աշխատում, որ այն մարդը, որ նայում է օրինակ Սալավիով անընդհատ եւ նման որակի ինչ որ բաներ կամ օրինակ միայն իշխանամետ կամ միայն ապոզիցիոն, ինքը մենակ է դա շարունակելու տեսնի շատ, հա, եւ ես կարծում եմ պոլարիզացիա լինելու եւ առանձին ոնց որ մենք աշխարհներում ենք յուրաքանչյուրս ապրում եւ կարծում ենք որ 100%-ով դա է նորությունը, վսոբա ոնց է գրված, հա, կարծում եմ տրենդը նաեւ են լինելու կոմունիկացիայի մեջ, որ մարդիկ ովքեր որ չեն գիտակցում տեխնոլոգիաների առանձնահատկությունները, որ դա է այդ fake news-ը ովքեր որ չեն կարողանում իդենտիֆիկացնել, տարանջատել իրական նորություններից, որոնք որ չեն կարողանում բալանսավորել, հա, եւ այս կողմի եւ այն կողմի նորությունները կամ ինֆորմացիաները, դրանք բավականին ոչ էֆեկտիվ են լինելու կոմունիկացիայի մեջ, բարդանալու է իրենց կոմունիկացիան։ Իսկ այն ճկունությունը, որ մենք կձևավորենք եւ տեխնոլոգիաների նկատմամբ ճկունությունը եւ ինֆորմացիայի ավելի, հա, ոնց որ անաչառ processing-ը, կարծում եմ այդ մարդիկ ովքեր դա կարողանան անեն շատ ավելի լավ հետաքրքիր հաղորդակցման պարտներներ կլինեն։ Սերգեյ, անչափ շնորհակալ եմ շատ հետաքրքիր մտքերի բովանդակալի զրույցի համար, կարծում եմ մեր ռադիոլսողները եւ ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին եւս շատ հետաքրքիր կլինի։ Հուսով եմ էլի առիթ կունենանք հաղորդում ունենալու, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն Գանը։